պատկերացնում եք, Հայաստանում թռչնամսի կեսից ավելին ներմուծվում է։ Խոզի եւ տավարի մսի շուկան նույնպես massամբ կախված է արտաքին մատակարարումներից։ Սրա կողքին Հայաստանն ամեն տարի շարունակում է ավելացնել ներմուծումը արևածաղկի յուղի, ալյուրի եւ այլ հիմնական սննդամթերքի։ Հայաստանը շարունակում է պարենային կախվածությամբ մնալ տարածաշրջանի հետնապահը։ Սա պարզապես տնտեսական հաշվեկշռի խախտում չէ, սա պետության արժանապատվության, պետության ինքնիշխանության եւ ռազմավարական գոյության հարց է։ Մինչև հողը չվերածվի արդյունաբերական արտադրողականության, անասնապահությունը կայուն վերարտադրության համակարգի, իսկ վերամշակումը ազգային շրջանառության ամբողջական շղթայի, Հայաստանը կմնա սպառողի հոգեբանությամբ ապրող երկիր։ Պարենային անվտանգությունը պետական գոյության պատվարն է։ Եթե մենք չենք կարողանում հացը, միսը, կաթը ապահովել սեփական հողով ու անասնագլխով, չենք կարող պաշտպանել խաղաղությունը եւ չենք կարող հաղթել ապագա իրական եւ անիրական պատերազմներում։